Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք լորվա արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Արաբագետ Նարեկ Արթումյանն է։ Ողջույն Նարեկ ջան։ Ողջույն Վահե ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Նարեկ ջան, մենք այսօր քայլելու ենք ձեր արմատների հետքերով։ Ձեր արմատների հետքերը տանում եմ որտեղ։ Լորի, ես լորեցի եմ։ Չքնաղ բնություն։ Եվ իհարկե մարդկային բարության կենտրոն եմ համարում, որտեղ այնտեղի մարդիկ յուրահատուկ բարություն ունեն։ Չգիտեմ ինչից է դա։ Երևի բնաշխարհից է։ Ոնց որ այս աշխարհի ռիթմից հեռու լինեն իրենք։ Ինչ շատ է դուր գալիս այդ խաղաղությունը, այդ հետաքրքիր է։ Բնության հետ երևի ժամանակի ընթացքում իրենք մերվել են։ Հա, իհարկե, համել դե լորին, ոնց դուք ասացիք, մի փոքր կտրված մարզ է Երևանից հեռու լինելու առումով։ Եղել եք լորիում։ Բազմիցս։ Նարեկ ջան, ես առաջարկում եմ այսօր ներկայացնենք ինչ բաղադրիչներ է մեզ անհրաժեշտ եւ ինչ ենք պատրաստելու, հետո մեր խոսակցությունը իհարկե կշարունակենք ընդհատելուց հետո։ Այսօր պատրաստելու ենք իմ մանկությունից եկած բաղադրատոմս, որին մենք լորեցիներս ասում ենք ջլով ձվածեղ, ջիլ ասելով մենք ի նկատի ունենք թելպանիրը։ Հա, մենք ասում ենք ջիլ ու սրան ջլով ձվածեղ ենք ասում։ Շատ հեշտ ու համեղ։ Եվ երկրորդ բաղադրատոմսը, հա, լորվա մշոշ, որը էլի շատ հետաքրքիր բաղադրատոմս է, բայց ես առաջին անգամ եմ պատրաստելու։ Դե կարևորը առաջին անգամն է, բայց ոչ վերջինը, որովհետև միշտ իմ տաղավարում, երբ որ առաջին անգամ պատրաստում ենք, դա դառնում է ընտանեկան սիրելի ուտեստ, եւ իրենք միշտ պատրաստում են տանը իրենց ընտանիքի սիրելիների համար։ Ես կարծում եմ, որ սիրելու եք այս բաղադրատոմսը։ Ուրեմն, ինչ է մեզ անհրաժեշտ։ Ջիլով ձվածեղի համար մեզ անհրաժեշտ է ուրեմն թել պանիր կամ չեչիլ պանիր ընդունված տարբերակը եւ ձու։ Ձվի քանակը ձեր նախընտրությամբ է։ Էական չէ, ես հեռուստադիտողին ասեմ, որ դա ըստ ճաշակի է, օրինակ մեր տանը միշտ անգամ առանց ձու են պատրաստում։ Սա էլի մենք ասում ենք ձվածեղ, բայց մեջը ձու չկա, էլի փաստացի։ Այդ զուտ մեր տանն ենք այդպես սովոր անել, ուղղակի յուղի մեջ այդ թելպանիրը հալեցնում ենք ու այդպես հացով ուտում, բայց ձուն կարող լինի նույնիսկ 2 հատ, պարտադիր չի շատ լինի։ Արի նշենք նաև մի փաստ հետաքրքիր, որ աղի դրված տարբերակում չի դա, հա, աղում չի պահված։ Պետք է կամ անալի լինի լրիվ մենք աղան ենք ուտեստի վրա, կամ թեթև աղի լինի, շատ քիչ։ Այո։ Որովհետև աղին, ինչքան գիտեմ, շատ լավ չի հալվի, միանշանակ դժվար է հալվում, այո։ Հիմա անդառնանք մշոշի բաղադրատոմսին, հա։ Մեզ դրա համար անհրաժեշտ է ծիրանաչիր, ընկույզ, կարմիր լոբի, համեմ, 1 գլուխ սոխ, կարագ ունենք այստեղ, համեմունքներից կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ խառը չոր կանաչիներ ու տոմատի մածուկ։ Ես առաջարկում եմ ընդհատել եւ իհարկե նախ սկսենք գործանել, հետո կզրուցենք ձեր մասնագիտությունից եւ ձեր մանկությունից։ Մենք վերադարձանք եւ Նարեի հետ միասին պետք է քննարկենք նախ իր մասնագիտությունը, քանի որ շատ հետաքրքիր մասնագիտություն է եւ անմիջական կապ ունի հայրենի հետ, հա, մենք անդրադարձ կանենք որոշակի թե ինչ կապի մասին է խոսքը։ Նարեկ ջան, ես ուզում եմ անդրադառնալ նախ ձեր մանկությանը, քանի որ դուք նշեցիք, որ լորիում եք ծնվել, ո՞րն է ձեր մանկության համը։ Այդ ընթացքում բայց ծիրան եք կտրելու։ Իրականում ես ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, բայց այնտեղ շատ քիչ ենք ապրել, ուղղակի հայրը շատ երկար տարիներ ապրել է հենց Ռուսաստանում, բայց երբ որ ես ու եղբայրս փոքր ենք եղել, ինքը որոշում է կայացել, որ մենք պետք է մեծանանք մեր հայրենիքում, թողել է ամեն ինչ ու վերադարձել քաղաք Ալավերդի։ Մինչև դպրոցը ավարտելը ես ապրել եմ քաղաք Ալավերդիում, բայց մենք միշտ ամառները գնում էինք Մայրիկիս գյուղ, դա շնող գյուղն է ու իմ մանկության համը շատ մեծ կապ ունի դրա հետ։ Տատիկիս տուններ են այնտեղ ու մենք միշտ այդ փայտի վառարանի վրա պլեջ էինք սարքում։ Մենք դրան պլեջ ենք ասում, չգիտեմ, ուրիշ տեղերում ուրիշ բառեր եմ լսել, բայց հիմա անգամ չեմ հիշում։ Այնտեղ կա օրինակ թալաշ են ասում։ Հա, այդ թալաշն եմ լսել այս կողմերում։ Մենք ասում ենք պլեջ, այդ կարտոֆիլը։ Ու երևի շերտատված կարտոֆիլի մասը։ Հա, շատ բարակ կտրտում էինք, դնում էինք այդ վառարանի վրա, աղ էինք անում։ Դա երևի մեկ էլ հենց այս թելով պանիրը, որ էլի շատ եմ սիրում։ Քանի որ մենք մանկության համի մասին խոսեցինք, դուք ինչպես որոշեցիք դառնալ արաբագետ, որովհետև մի փոքր դժվար է պատկերացնել լորի
արաբերեն եւ ձեր ցանկությունը որտեղից ծնվեց, այսինքն սերը որտեղից էր։ Կար արդյոք մարդ, ով որ հանդիսացավ սիրո գրավական, որի արդյունքում դուք սովորեցիք ավա կլոն ֆիլմն եք նայել։ Չէ, հենց հետո որ չեմ նայել ու միշտ բոլորը զարմանում են, որ ես դա չեմ նայել։ Իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է։ Ահա, բոլորը զարմանում են, որ ես դա չեմ նայել, ուղղակի մեր տանը տենց սերիալ չէին նայում, ես էլ չեմ իմացել անգամ այդ սերիալի մասին մանուկ ժամանակ։ Բայց հետո նայեցիք, երբ որ դարձաք մասնագետ։ Գիտեմ ինչ որ կադրեր, բայց հիմա միայն արաբերեն սերիալներ եմ ճիշտ ասած նայում։ Ինչու դարձա արաբագետ, ինձ թվում է դա ավելի շատ ճակատագրի բերումով էր, այսպես ասեմ, որովհետև ես մինչև ավագ դպրոց անգամ համարյա մինչև ավարտելս ընդհանրապես չգիտեի արաբերենի մասին ոչ մի բան։ Մտածում էի, որ ես լեզուներ շատ եմ սիրում ու կդառնամ անգլերենի մասնագետ, բայց մի անգամ իմ մտերիմ ընկերներից մեկը ասաց, որ բայց դու ավելին կարող ես, ավելի հետաքրքիր լեզու ընտրիր։ Ու ես ասում եմ ինչ լեզու օրինակել, ինքը ասեց այ օրինակ նայել ես պարսկերեն, արաբերեն, այդ օրը, այսպես ասած, բանի տեղ չդրեցի հետ ասածին, բայց մի քանի օր հետո պատահաբար փնտրում էի տենց էլ ինչ կարելի է սովորել, ուր կարելի է տալ, ես տեսա արաբերեն տառերը։ Ու այդ է եղել, ես տեսել եմ այդ սիրուն խուճուշ տառերը, սիրահարվել եմ այդ տառերին ու ասել եմ ես պետք է այս լեզուն սովորեմ։ Ճիշտ ասած այն ժամանակ չգիտեի, որ արաբերենը աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն է, բայց չեմ փոշմանում ոչ մի վայրկյան։ Ահա, կարծում եմ, հա, ես ունեմ արաբ ուսանողներ, ովքեր հայերեն են սովորում։ Արաբերենը իրականում շատ սիրուն լեզու է ու կա տարածված կարծիք, որ արաբերենը կոպիտ է։ Բայց ես դրան համաձայն չեմ, դա կախված է արաբերեն սովորողից ու խոսողից, եթե դու ճիշտ սովորես այդ տառերի արտասանությունը, այդքան կոպիտ չի ստացվի։ Այսինքն այդտեղ հագագային տարբերակն է, հա, արտասանության, որը որ դժվարացնում է ավելի շատ լեզվից անցումը։ Մի օրինակ մի բառ ասեք, որ հասկանան հագագայինը որն է։ Տեսեք, արաբերենը ունի ուղղակի տառեր, որոնք մեզ համար շատ տարօրինակ են հնչում, օրինակ ա տառը, որը ոչ բոլորն են անգամ կարողանում ճիշտ արտասանել։ Ինչքան ժամանակ եք սովորել այդ ասել։ Ճիշտն ասած, ինձ արաբերենը բավականին հեշտ է տրվում, որովհետև ես շատ եմ սիրում։ Ես պատրաստ եմ եղել հենց առաջին օրից ժամերով ուսումնասիրեմ, ոնց ճիշտ գրեմ, ոնց ճիշտ արտասանեմ։ Ժամանակի առումով չեմ կարող ասել, բայց այս 10 բառ կասեք, որ մենք արտասանությունը հասկանանք, որտեղ հեռուստատողը միգուցե չհասկանա ինչ իմաստն է հագագային արտասանության տարբերակը։ Ասեմ, օրինակ հենց ձեր հաղորդման անունը կարող ենք արաբերեն ասել։ Ես կասեմ հայրենիքի համը ավելի շատ, ոչ թե հենց երկրի համը։ Դե հա, մենք գիտենք, որ թարգմանության ժամանակ որոշակի թարգմանությունը լինի ավելի էմոցիոնալ, այսպես ասած, կասենք տաամել լուատան։ Ու թեկուզ հենց այդ ատառը իրեն թվում է թե կոպտացում, բայց իրականում ես դրան համաձայն չեմ, ինձ համար շատ յուրահատուկ են անգամ հենց այդ կոկորդային տառերը, օրինակ մենք ունենք այնտեղ խ, հ, որը սովորական հ չէ, մենք ունենք մի հատ հ, մի հատ էլ ունենք հ, ու պետք է կարողանաս այդ տառերը նուրբ ասել։ Իսկ եթե օրինակ անգինա եք, ոնց եք ասում։ Շատ դժվար, երբ որ ես հազում եմ հիվանդ եմ լինում ու օրական ունենում եմ սովորաբար միջինում 6-7 դաս, իրար հետևից վերջին դասին ես էլ չեմ խոսում, որովհետև շատ դժվար է տառերը ասել։ Ամբողջ կոկորդի հիմքի վրա է։ Կոկորդային տառեր շատ կան։ Նարեկ ջան, եկեք անդրադառնանք նաև որպես այդպիսին որոշակի բառերի, որոնք փոխառության կերպով նաև հայերեն լեզվում են նստած, իրենք ունեն մեծ կիրառություն որպես այդպիսին բառեր։ Կարող եք նշել որոշակի բառեր, որոնք անմիջական խոհանոցին են վերաբերվում եւ մենք առօրյայում այս պահին օգտագործում ենք այդ բառերը։ Հա, իհարկե, արաբերենից հայերեն փոխառություններ շատ կան, որոնք մենք օգտագործում ենք հատկապես բարբառներում։ Միգուցե գրական հայերենում չէ, բայց բարբառներում։ Օրինակ վարունգը արաբերեն կարող եք ասել ոնց կլինի։ Դե ես գիտեմ, որ պարսկերենում օրինակ խիարն է, հավանաբար նույն բանը պետք է։ Դա արաբերենից փոխառություն է, խիար։ Ռեհանը եւս արաբերենից փոխառություն է։ Հայերենում ռեհանը մի շատ գեղեցիկ անուն ունի, ասպրամ է կոչվում ռեհանը։ Հա, լսել եմ այդ բառը։ Այնպես որ նաեւ աղջկա անուն մենք ունենք ասպրամ, հետաբար երկու տարբերակն էլ ինձ գերում է, քանի որ ռեհանը իմ սիրելի կանաչիներից մեկն է։ Հա, դա արաբերենից փոխառություն է ռայհան բառից։ Էլի կան բառեր, օրինակ մենք բարբառներում ասում ենք սուփրա սեղան, չէ՞։ Այո, շատ հայտնի սուֆրա բառը ստուգաբանությունը երբեմն հնարավոր չի լինում շատ ճիշտ գտնել։ Նվեր ասում եմ սուփրա սեղան եմ գցել քո համար, հատկապես մենք եթե չեմ սխալվում Թումանյանի հեքիաթներում ենք ավելի շատ այդ կոնտեքստին հանդիպում։ Դե Վրաստանը մեզ մոտ է, չէ՞, մենք վրացերենից բառեր ունենք շատ վերցրած, բայց վրացիներն փոխառել են արաբներից ու պարսիկներից։
Նույն մենք իհարկե դա գրականում չենք օգտագործում, բայց սինի որ ասում ենք, արաբներն ասում են սինիա։ Հա, այսինքն արտասանության որոշակի ձև է։ Մեկ էլ գիտեք ձեր էջում ինչ հետաքրքիր մի բան տեսա, մեյմուն արտահայտությունը, հատկապես ասում էին, օրինակ վաքսի վրի մեյմուն արտահայտություն կար, վաքսի վրի մեյմուն էլ հավանաբար վաքսը այս դեպքում ինձ է կոշիկի այդ փայլեցնող հարմարանք եղել, որը բրենդ է եղել, որի վրա կապիկի այդ արտաքինն է, այսինքն դրված եղել, կարծում եմ կապը ամեն դեպքում դեպի այստեղ է տանում։ Այո, մայմուն բառ կա վերենում, հենց էլի կապիկ, իրեն կապիկի պես պահող այդ իմաստներով։ Այդպիսի էլ հետաքրքիր ինչ բառ կհիշեք։ Արաբերենից հայերեն փոխառություններ։ Օրինակ ես այնտեղ տեսա հիմարներ արաբերենից անցնում։ Դա նույն կոնտեքստը ունի։ Հիմար արաբերենում նշանակում է ավանակ։ Հա, այսինքն ինչ վատ բան է որ մեկին ասում ենք հիմար։ Նույն կենթանի բառը արաբերենում հնչում է այսպես հայավան։ Հայվան, սա բարբառներում շատ են օգտագործում, ասում են հայվան, հիմնականում անասուններին, ասենք, չգիտեմ, ինչ-որ դիմելու տարբերակ է։ Հա, հասկացա, որ վիդեոնի նկատի ունեք իմ էջում, այդտեղ խոսեմ նաև ախմախ բառից, որ ախմախն էլ ենք վերցել արաբերեն ահմակ բառից։ Իսկ զահրումարը որտեղից է։ Զահրումարը վստահ չեմ, կարծեմ պարսկենից է, ինչքան գիտեմ։ Հա, ես պարսկենում եմ այդ բառը շատ լսել։ Ընդհանրապես արաբերենում կան տարբերակներ, որոնք որ շատ կիրառվող են, այսինքն բառեր, որոնք որ այդպես ասած շատ են օգտագործում, չգիտեմ, ամեն կոնտեքստում այդ բառը կտեսնեք, որ բնորոշ է հենց արաբերենում։ Հա, իհարկե, օրինակ այդ յանի, որ ասում ենք, ամեն երկրորդ բառը արաբների յանի։ Իրենց մոտ դա հնչում է այդ իմ ասած կոկորդային ատառով, յանի։ Օրինակ որ ասում յանի ինչ, այդ իմաստով։ Այո, յանի արաբերենում նշանակում է իբր, այս, հա, ընդհանրապես տարբեր յալլան էլ շատ գնալ առաջնա, չէ։ Հա, ամենտեղ օգտագործում են տարբեր իմաստներով։ Ոնց որ ես էլ արաբերեն մի քիչ գիտեմ, հա։ Հա, մենք բոլորս, մենք հայերս մի քիչ բոլորս արաբերեն գիտենք, որովհետև բառերը շատ կան, որոնք հայերենի բարբառներում օգտագործվում են։ Եվ իհարկե մենք այստեղ ինչ ենք արել։ Ես նաև հարադառնամ մեր ճաշատեսակին, հա, լորվա մշոշ անվանումը մեր հեռուստատողին նաև հայտնի կլինի մշոշների մի քանի տարբերակ ենք մենք պատրաստել։ Վանա մշոշ տարբերակ ենք պատրաստել, որը ամենատարածվածն է։ Ինչով է տարբերվում վանա մշոշը լորվա մշոշից։ Վանում պատրաստել են ոսպով, իսկ լորիում պատրաստում են լոբիով։ Եվ այնտեղ առկա է ծիրանաչրի հետ միասին սալորաչիր եւս։ Այստեղ սալորաչիր չունենք, բայց կարող ենք ավելացնել մի փոքր տոմատի մածուկ կիսաթթվային, կիսաքաղցր համ ապահովելու համար։ Սալորաչիրով էլ շատ հետաքրքիր կլինի։ Միանշանակ, եթե փորձած լինեք վանա մշոշը, այդ տարբերությունը արդեն ավելի ակնհայտ զգացվում։ Չեմ փորձել, բայց քաղցրն ու թթուն երբեմն այնքան սիրուն են համադրվում, որ շատ հավես բան է ստացվում։ Ես մի հետաքրքիր բան տեսա ձեր էջում։ Դուք հայր մեր աղոթքը արաբերենով ասում էիք։ Իհարկե գիտեմ, որ արաբ քրիստոնյաներ եւս կան, բայց հիմնականում իսլամադավան են այնտեղ։ Թարգմանությունը ձերն էր, թե կար պատրաստի արաբերեն թարգմանություն։ Չէ, թարգմանություն կա, աստվածաշունչն էլ արաբերենով կա։ Այս Ղուրանը գիտեմ, որ հայերենով տարբերակով ունենք մենք թարգմանված, աստվածաշունչը հավանաբար նաև դա կլինի։ Հայրմերն էլ կա ու շատ քրիստոնյա արաբներ կան, հատկապես Սիրիա, Լիբանան, Պաղեստինում, մի քիչ Եգիպտոսում, այսինքն ծոցում այդքան չէ, ծոցի երկրներում Էմիրատներ, Կատար եւ այլն, բայց այդ Սիրիայի կողմերում քրիստոնյա արաբներ կան ու ոչ շատ քիչ։ Ես ունեմ արաբ ուսանող, ով քրիստոնյա է։ Հիմա այդ աղոթքը դուք կարող եք ասել։ Ոնց որ թե հիշում եմ, հա։ Ես նախարարդառնամ, թե ինչ եմ այստեղ պատրաստել, սոխառած եմ պատրաստել համեմունքներով, սոխով եւ իհարկե տապակել եմ ծիրանաչիրը եւ ընկույզը։ Այստեղ ավելացնելու եմ նաեւ արդեն պատրաստի լոբին։ Բայց միջև դա մենք Նարեի հետ խոսեցինք, որ պետք է արաբերենով հայրմերից մի քանի տող մեզ ասի, լավ, աղոթքից։ Խնդրեմ Նարե ջան։ Լավ, սկիզբը եկեք ասեմ, հենց հայրմերի։ Աբանա լեդի ֆի սամավաթի, լիաթակադդես իսմուքա, լիաթի մալաքութուքա, լիթակուն մաշիաթուքա, կամա ֆի սամայի, կազալիկա ալալ արդ։
Շատ գեղեցիկ է իրականում։ Նարե ջան, ես ուզում եմ նաև անդրադառնալ մի քանի ուրեմն այսպես մշակութային սովորություններին։ Օրինակ արաբները ինչու են օրինակ նստած հիմնականում սովոր հաց ուտել, կամ ինչու են օրինակ ամեն անգամ սուրճ խմում, թեյ խմում, շատ օգտագործում այդ հեղուկները։ Ինչու է օրինակ ձախ ձեռքը համարվում ոչ սուրբ։ Սրանց մասին մի փոքր եկեք մեզ պատմեք։ Իհարկե։ Ինչու են արաբները գետնին նստած ուտում։ Սա հին բեդվինական ավանդույթ է եւ ասում են, որ գալիս է իրենց շատ սիրելի Մուհամմադ մարգարեից, քանի որ նա այդպես է արել եւ մուսուլմանները ընդհանրապես միշտ փորձում են կրկնել այն ամենը, ինչ արել է Մուհամմադ մարգարեն։ Այսինքն կրոնական կոնտեքստին բավական այդպես լավ են վերաբերվում։ Շատ են հետևում իրենք իրենց այդ կրոնական բոլոր կոնտեքստներին, այսպես ասած, բայց միշտ լինում են մի քանի կարծիքներ, օրինակ ես նաև կարդացել եմ, որ դա նրանք ընկալում են հավասարության նշան եւ որ բոլորը հաց ուտելիս նստում են գետնին մի հարթության վրա։ Այդպիսի բացատրություն եմ տեսել, բայց հիմնական բացատրությունը այն է, որ դա գալիս է շատ հնուց, ուղղակի իրենք պահել են այդ ավանդույթը, անապատի բեդվինները, իրենք գետնին են հաց կերել բնականաբար, եւ մինչեւ այսօր որոշ արաբներ այդպես են անում։ Ես մի անգամ եղել եմ նման խնջույքի, այսպես ասած, երբ որ Քուվեյթում էի սովորում, մեր ընկերուհին մեզ հրավիրել էր իր հանրակացարանի իր սենյակ, ինչ որ բաներ էր պատրաստել, սպագետի եւ այլն, մեզ հրավիրեց։ Ինքը արաբ էր։ Այո, ինքը արաբ էր, եւ մենք հայ աղջիկներով գնացինք իր սենյակ, մենք սովոր չէինք նման բանի իրականում, ու տեսանք, որ աթոռներ դրված չեն, սիրուն իրենց պես նստեցին գետնին, նորմալ էր, բայց նաեւ ունեն մի այսպիսի սովորություն, էլի ասեմ, որ միշտ չէ, որ դա կտեսնենք, իրանք շատ հաճախ ուտում են նույն մեծ ամանից, առանց պատարագաղի, օրինակ, եթե դրված է ինչ-որ ուտելիք, հացով այսպես բոլորը նույն ափսեից կարող են վերցնել ու տես հենց մեծ տարադրած լինի, դա իրենք էլի ընկալում են ինչ-որ իրենց հավասարության, հարազատության նշան, բայց մեզ համար բնականաբար շատ անսովոր էր, բայց դե ավանդույթ է։ Քանի որ իրենք անապատային պայմաններում են ապրել, ջրի խնդիր են ունեցել, հետաբար ամեն անգամ սպասք օգտագործելը, դա լվալը, չգիտեմ, այդ process իրականացնելը բավական դժվար է։ Ինչ վերաբերում է նույն թեյախմությանը, քանի որ այնտեղ անապատային վինչավայր է, ջրի ոչ բարձր որակ է, մենք գիտենք, հա, ինչպիսի որակ է հիմնականում այդ տարածքներում ջրի հետ կապված խնդիր կա։ Եռացնում են եւ եռացրած ջուրը թեյի տեսքով են ընդունում։ Դրա համար է որ իրենց օրգանիզմը սովոր է անընդհատ թեյ խմելուն, որովհետեւ ուղղակի ջուրը իրենց օրգանիզմին վնաս կլինի, եթե չեռացվի։ Իրականում հիմա ջրի խնդիրը լուծված է ավելի շատ, քանի որ իրենք ջուր ուղղակի գնում են խանութից, իրենք չեն կարող ծորակը բացել ու ջուր խմել։ Բացի դրանից նաեւ ծովի ջուրը զտման է ենթարկվում, օրինակ Դուբայում եւ ընդհանրապես Արաբական Միացյալ Էմիրություններում ֆիլտրվում է եւ ստացվում է խմելու ջուր։ Ձախ ձեռքը արաբական ավանդույթում, արաբական մշակույթում համարվում է ոչ մաքուր, եւ դա եւս գալիս է հին բեդվինական շրջանից, որ մարգարեն այդպես է արել, ուրեմն իրենք էլ պետք է այդպես անեն, եւ մարգարեն է ասել, որ ձախ ձեռքը օգտագործեք հիմնականում հիգիենիկ նպատակներով, իսկ այդ ձեռքով բարևեք, հյուրասիրեք եւ հյուրասիրությունը ստացեք, հաց կերեք, եւ մինչեւ հիմա իրենք հիմնականում փորձում են դա պահել։ Հարգելի հերոստատիտող, մեզ մոտ արդեն պատրաստ է մշոշը։ Ես այստեղ ավելացրել եմ ուրեմն ամբողջովին այն ինչ որ մենք կտրատեցինք, ավելացրել եմ նաև լոբին եւ մի փոքր տոմատի մածուկ։ Իրեն թողում ենք մի փոքր կրակին եփի, քանի որ լոբին այս դեպքում եփված էր, մնացածն էլ տապակված էր։ Կանաչին է մանրած այս դեպքում եւ հետո ավելացնելու ենք վրան թարմ վիճակում, այսինքն չի եփվում կանաչին։ Ու վերջում արդեն մենք պատրաստելու ենք մեր հայտնի ճիլով ձվածեղը։ Ճիլով ձվածեղի յուրահատկության մասին ասեմ, մենք կպատրաստենք, արդեն կհամտեսենք, որովհետև խնդիր ունի ճիլը, երբ որ արագ չես պատրաստում ու փորձում, ինքը դառնում է նորից պինդ վիճակ, այսինքն պետք է արագ պատրաստել եւ նստել հաց ուտելու։ Այո։ Ու ասեմ, որ մենք երբ որ դա պատրաստում ենք օրինակ նման կացայի մեջ, հենց մի բաժին պատրաստում ենք ու հենց այդ տեղից էլ ուտում, որովհետեւ որ տաք մնա, այսինքն։ Հա, համ էլ իրեն դժվար է ինչ որ ուրիշ ափսեի մեջ տեղափոխել, միանգամից այդպես հացով հիմնականում, այսպես ուտում ենք, ծորում է այդ բանը։ Բարի։ Ես առաջարկում եմ ընդհանուր գործընթացը դուք իհարկե կտեսնեք, բայց մենք կհանդիպենք, երբ որ պատրաստ կլինի ու կփորձենք։
Հարգելի հեռուստադիտող, մեր ճաշատեսակները արդեն պատրաստ են։ Այսօր անդրադարձել ենք լորվա խոհանոցին։ Իհարկե միջև ճաշակելը մի փոքր անդրադառնամ նաև որ Նարեն բլոգեր է, որտեղ արաբերենի հետևաբար արաբագիտության մասին նաև բլոգ է վարում։ Դրա համար ենք ծավալվում հատկապես դրա շուրջ։ Բացի դրանից նաև դուք գրքի հեղինակ եք։ Հակիրճ ասեք ինչի մասին է, միջև ես կավելացնեմ այստեղ ու կփորձենք, լավ։ Այո, իհարկե։ Ես երկու գիրք ունեմ արդեն։ Առաջին գիրքս պատմվածքների ժողովածուն է, տիկնիկը, իսկ երկրորդ գիրքս այո, արաբերենի հետ կապ չունի։ Չէ, ես շատ փոքրուց եմ, մինչև արաբերենը արդեն գրում էի, փոքրուց գրել եմ։ Երկրորդ գիրքս կոչվում է Սեանս 8։ Սեանս 8-ը հոգեբանական թրիլլեր է։ Գիրքը հոգեբանական սյուժե ունի եւ պատմում է հենց մարդու մասին, ով գնում է թերապիաների, բայց լավ, շատ չմանրամասն, որ մարդիկ նաեւ կարդան։ Գրքի շնորհանդեսը իդեպ ապրիլին է եղել, այսինքն նոր հրապարակը, այո։ Բարի, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ես առաջարկում եմ փորձել մի փոքր հասկանալու համար համը։ Ես կսկսեմ այս մշոշից, որտեղ ինձ համար սա նորություն էր։ Ես էլ ձվածեղից կսկսեմ։ Շատ համով էր։ Հատկապես այստեղ դուր եկավ տոմատի համը, անկեղծ, այս քաղցրի ու բանի հետ, հա, իրոք շատ համով էր։ Շատ լավն էր, բայց պարզվում է մեր ջիլը աղի էր մի փոքր, դրանից էր որ լավ չէր հալվում։ Մեզ հետևություն, որ փորձեք սա պատրաստել տնական ավելի շատ, եթե հնարավորություն կա։ Նախ հեշտ հալվի, երկրորդ էլ իմանաք ինչ եք օգտագործում։ Շնորհակալ եմ Նարե ջան։ Հա, իդեպ արաբերենով ինչպես կլինի բարի ախորժակ։ Կարող ենք ասել բիլ աֆիա։ Սա էլ իմացանք։ Շնորհակալ եմ շատ հրավերն ընդունելու համար եւ այս գեղեցիկ ուտեստները միասին պատրաստելու ու հետաքրքիր նաեւ արաբագիտության մասին մեր գիտելիքները զարգացնելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն, ինձ էլ է շատ հետաքրքիր նաեւ ավելի բացահայտել իմ հարազատ խոհանոցը։ Ձեր օգնությամբ։ Շնորհակալ եմ։ Այսօր ոչ միայն նոր բաղադրատոմս պատրաստեցինք Նարեի հետ, այլ նաև հարստացան գիտելիքներով, որտեղ արաբագիտությունը հարուստ մի լեզվաշխարհ է, որտեղ կա նաև նմանություններ, փոխառություններ հայերենի հետ միասին եւ դրա դաշտում։ Այնպես որ պատրաստեք լորվա խոհանոցից յուրատուկ այս ճաշատեսակները եւ փորձեք ընտանիքով։ Դե ինչ ձեզ հետ էր Վահե Սեման, հացն ու գինին, տեր կենթանին։ Կհանդիպենք հաջորդ եթերին։